Բարև ձեզ, Արևմտյան Հայաստանի հեռուստաընկերության հերթագալ լուրերն են, Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահական ընտրություններ, Վանի առեղծվածային դարպասները, Հայ ազգի ճակատագիրը, Բաքուն կպատրաստվի վաճառքի հանել բնակարաններ Ստեփանագերդի մեջ, Շահնազարի կելինցիկները, Հրանտ 5 հիմնադրամին մեջ կշարունակվի վերադարձ դեպի արմատներ հանդիպումներու շարքը, Արարատ լերը ամբողջովին սպիտակասկես դարձած է։ Արևմտյան Հայաստանի ազգային ժողովը կգազմագերբի Արևմտյան Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրության պաշտոնական արարողությունը, որտեղի պիտի ունենա նոյեմբեր 22-ին ժամը 11:30 մինչև ժամը 4-ը։ Ազգային ժողովը սիրով կհրավիրի բոլոր պատվիրակները եւ հյուրերը մասնակցելու ընտրության, նախաբես լրացնելով Western Armenia պաշտոնական գայքին մեջ նշված հայտարարումը։ Թաշկապը կգտնվի Թուրքիո գոմե բռնակրաված Արևմտյան Հայաստանի Այգոբրե շրջանի մեջ, ան ժայռամեջ փորված խոշմն է, Ուրարտուի արքա Աբույնի ժամանակաշրջանի սեպագիր արձանագրություններով։ Դարպասին վրա նշված են Ուրարտուի դիցերն ու դիցուհիները, անոնց զոհապերությունները եւ սուրբ նկատված վայրերը։ Թիմացը պահպանված է ուղղանկյուն զոհասեղանը, մինչև վերջերս հուշարձանը կիցված էր Մհերի Թուր անունով։ Ժողովրդի համոզումով դարացված է, թե թուրը իբր դարին անգամը կբացվի եւ ցույց կտա կանցերով լեցուն սրահը։ Ամենաճանցված պատմության մեջ հովիվի աղջիկ մը կմտնի այդ բացված դռնեն եւ այլևս չի վերադառնար ներսը կարացած մնալով։ Հոդվածի հեղինակը կներկայացնե հուշարձանը որպես ուրարտական եւ հատկապես կշեշտե կանցերու մասին հեքիաթները։ Իրականության մեջ նման պատմությունները դարիներ շարունակ ծառայած են Թուրքիայի պետական քաղաքականության, հայկական մշակութային ժառանգության չնչման եւ ոչնչացման նպատակով։ Կանցախույզի պատրվագով անընդհատ ավերված են տաճարներ, մադուրներ, գերեզմանատուներ, ինչի հետևանքով հայկական լեռնաշխարհի մեջ քիչ հուշարձաններ պահպանված են։ Հովիվի աղջիկին մասին ավանդությունը եւս նույն այդ քաղաքականության դրսևորումն է, նպատակ ունենալով աղավաղել եւ չնչել հայկական քաղաքակրթության հետքերը Արևմտյան Հայաստանի մեջ։ Այս պայմաններուն մեջ հայ պատմաբաններու լրությունը մտահոգիչ է։ Ժամանակն է հրապարակային գերբով դատապարտել Թուրքիայի մշակութասպան քաղաքականությունը եւ բանջել դադրեցնել հայկական հուշարձաններու ուրարտական անվան դակ բողջումն ու ոչնչացումը։ Հայ ազգի ճակատագիրը լեցուն է ողբերգությամբ։ Ազգերու պատմության մեջ դժվար է գտնել ժողովուրդը, որ այսքան ջնշված եւ ոտնահարված ըլլա ինչպես հայ ժողովուրդը։ 1888, 1896, 1906 եւ 1915 թվականներուն դեղի ունեցած ցեղասպանական գործողությունները, որոնց թիրախը հայերն էին, կազմակերպված էին Օսմանյան կայսրության կառավարության կողմէ, որն օգտագործեց իսլամի գրոնը քուրդերն ու մուսուլման թուրքերը իր նպատակներուն հասնելու համար հրահրելու նպատակով, անվանելով թե մուսուլմանները իրենց գրոնի կանոններու մասին անդեղյակ էին։ Ստեփանագերդի մեջ բազմահարկ բնակելի շենքերու շինարարության ավարտեն յետ բնակարանները պիտի տրվին վաճառքի, ինչպես կհաղորդեն ադրբեջանական լրատվամիջոցները, այս մասին հայտարարած է Ստեփանագերդի մեջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչը։ Ան նշած է, որ արդեն ստացված են բազմաթիվ թիմումներ Ստեփանագերդի մեջ բնակարան քնելու ցանկություն ունեցող քաղաքացիներեն։ Անոր խոսքով բնակարանները պիտի վաճառվին թե գանխիկ, թե հիփոթեկային վարկավորման դարբերակով։ Արևմտյան Հայաստանի Շահնազար շրջանի մեջ տեսակրված են կելինցիկներ, որոնք ամռան շագանակագույն իսկ ձմռանը սպիտակ վերարկու կգրեն իրենց շնորհելով անսովոր գեղեցկություն։ Այս հազվագույթ եւ վտանգված տեսակները կգտնվին պահպանության տակ եւ մասնակիցները կշեշտեն անոնց պահպանման հրադապությունը։ Կելինցիկները միսարատ, խիստ սկայարանով օժտված կենդանիներն են, որոնք կվերահսկեն գրծողներու բազմացումը եւ կպաշտպանեն գյուղատնտեսական մշակաբույսերը, զուգահեռաբար նպաստելով բնության բնական հավասարակշռության պահպանման։ Վայրի կենդանիներու պահպանության եւ վերականգնման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Լոկման Ասլան ասած է. Կելինցիկը ամենափոքր միսարատ կատնասուններն է, որ շատ արագ կսկա վտանգը եւ զայն տեսակրելը դժվար է։ Որսորդները կարևոր թեր ունին էկոհամագարկին մեջ, գրծողները վերահսկելով եւ կանխելով անոնց պատճառած վնասները բնության եւ գյուղատնտեսության։ Անոնց պահպանումը կենսաբազմազանության եւ էկոհամագարկի համար բացառիկ նշանակություն ունի։ Ասլան գոչ ուղղած է բնակիչներուն նսկած տլալու եւ աջակցելու կելինցիկներու պահպանության, որբեսի այս եզակի եւ օգտակար տեսակը շարունակե իր գոյությունը Արևմտյան Հայաստանի բնաշխարհին մեջ։ Հրանտ 5 հիմնադրամը կշարունակե վերադարձ դեպի արմատներ նյութով զրույցներու շարքը։ Նոյեմբեր 13-ին անարատ հողություն շենքին մեջ պիտի կայանա Դեբորա Վալոմայի թելի հետքով թեբիդուն խորակրով խոսույթը։ Վալոման դարիներ շարունակ ուսումնասիրած է Հարբուդի շրջանի իր նախահայրերուն գյուղերը, մեծ մորմեն մնացած 5 գտորները վերածելով ընտանեկան պատմության եւ հիշողության աղբյուրի։ Դեբորա Վալոմա երկար դարիներ դասավանդած է Սան Ֆրանսիսկոյի մեջ որպես պրոֆեսոր։ Իր հետազոտություններուն մեջ անգթի դարգե գդավները որպես ինքնության
պատմության և մշակութային շարունակականության գրողներ։ Նոյեմբեր 17-ին հիմնադրամին մեջ պիտի կայանա նաև Դեյվիդ Քազանջյանի հանդիպումը, ուր ան պիտի ներկայացնե արվեստագետ Սարգիսի նախագիծերը անդրադառնալով հիշողության և վերականգնման գաղափարներուն։ Հիմնադրամը գոչ կուղե բոլոր անոնց, որոնք այցելած են իրենց պապենական հողերը կամ կնախադեսեն նման ճամփորդությունը, կիսվել իրենց պատմություններով։ Յուրաքանչյուր հուշ պատմություն մը կնպաստի հավաքական հիշողության հարստացման և հայրենական արմատներու հետ կապի ամրապնդման։ Արարատ լերը ամբողջովին սպիտակասկես դարձած է։ Սրբազան լերան արևելքը ջերմաստիճանը իջած է 0 ենցած, իսկ լերան վրա ցյունը դարձյալ ուշքնացած է։ Արարատի և Իգտիրի սահմանին գտնվող Հայաստանի վաղնչական լերան գագաթին առաջին ցյունը թափած էր սեպտեմբեր 12-ին։ Այն ժամանակ սպիտակած էր միայն գագաթը, սակայն վերջերս տեղացած արատ տեղումներուն հետևանքով Արարատը Մասիսը ամբողջովին բացված է ցյունով, վերածվելով իսկական ծմերային սպիտակ լերան։ Հարգելի հայրենագիտներ, այսօրվան համար այսքան ենք նախադեсած։ Շնորհակալություն ձեր ուշադրության համար։ Լավ մնացեք։